Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Անտարիայի դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ աշխարհում շարունակվող պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բացասաբար են անդրադառնում համաշխարհային իրավիճակի վրա։ Նրա խոսքով հակամարտությունները վնասում են առևտրային ուղիներին, էներգետիկային, տրանսպորտին եւ տնտեսական կայունությանը։ Աշխարհում պատերազմներ են մոլեգնում, այս իրավիճակում պետք է փնտրել հիմնարար լուծումներ։ Ինչպես գիտեք, մենք ձգտում ենք դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, բայց մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը եւս բախվում է լուրջ եւ հիմնարար մարտահրավերների։ Կոբախիձեի խոսքով այս բոլոր անորոշությունները եւ գլոբալ մարտահրավերներն ազդում են նաեւ հարավային Կովկասի վրա, եւ չնայած դրան հաշվի առնելով ներկայիս իրադարձությունները, տարածաշրջանի կարեւորությունը միայն աճում է։ Տարիներ շարունակ Վրաստանը ծառայել է որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջև։ Մենք ձգտում ենք ավելի ամրապնդել այս գործառույթը։ Ներկայիս համատեքստում, երբ առևտրային ուղիները բախվում են լրացուցիչ մարտահրավերների, մենք կարող ենք առաջարկել մեր գործընկերներին հատուկ ծառայություններ աշխարհի տարբեր մասերում։ Վրաստանը տարանցիկ հանգույց է ապրանքների, ծառայությունների, էներգիայի եւ թվային տվյալների արդյունավետ տեղաշարժի համար։ Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանի տեսլականն է պահպանել երկրում խաղաղությունը, ապահովել կայունություն, տնտեսական առաջընթաց եւ զարգացնել կապերը։ Վրաստանի վարչապետը կարծում է, որ այս մոտեցման շնորհիվ իրենք ոչ միայն պահպանում են ներքին խաղաղությունը, այլև նպաստում են հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի լայն խաղաղությանը եւ ուրախ են, որ այս ոլորտում ունեն ուժեղ գործընկեր իդեմս Թուրքիայի։ Անորոշության դարաշրջանում ազգային խորհրդարանների ձայնը չպետք է թուլանա, այլ պետք է ամրապնդվի։ Մենք պատմության դիտորդներ չենք, մենք դրա հեղինակներն ենք։ Մեր դահլիճներում է ձևավորվում ազգերի ինքնիշխան կամքը։ Մեր միջոցով են մարդիկ խոսում հստակ, օրինական եւ համոզիչ, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ստամբուլում կայացած միջխորհրդարանական միության գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած իր ելույթում։ Պապուաշվիլիի խոսքով իրենց պարտականությունն է ապահովել, որ այս ձայնը երբեք չթուլանա, երբեք չստվերվի եւ երբեք չփոխարինվի։ Մենք հաճախ լսում ենք, որ համաշխարհային կարգը թուլանում է, հնարավոր է այդպես էլ լինի, բայց մեկ հիմնական հարց մնում է անփոփոխ՝ ազգային շահը։ Ցանկացած համակարգ, որը փորձում է անտեսել ազգային շահը, ի վերջո կփլուզվի, քանի որ այն, ինչը արմատավորված չէ ժողովրդի մեջ, չի կարող երկար տևել։ Պապուաշվիլիի խոսքով Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը ավելի ու ավելի են գործում իրենց ազգային շահերին համապատասխան։ Թույլ տվեք խոսել իմ տարածաշրջանի հարավային Կովկասի մասին։ Ժամանակին անկայուն համարվող տարածաշրջանը այժմ դառնում է ավելի կայուն եւ կանխատեսելի։ Սա պատահականություն չէ, սա արդյունավետ ինքնիշխանության արդյունք է։ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը ավելի ու ավելի են գործում իրենց ազգային շահերին համապատասխան։ Կայունությունը նաեւ ամրապնդվում է, երբ հարգվում է ինքնիշխանությունը։ Պապուաշվիլին նաև նկատել է, որ խաղաղությունը երբեք երաշխավորված չէ, խաղաղությունը պատասխանատվություն է, այն պահանջում է զգոնություն, զսպվածություն եւ երկարաժամկետ տեսլական։ Ռումինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբո Ջուրիշվիլիի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Սիլվիա Ցոյի միջև։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարության հաղորդմամբ կողմերը քննարկել են Վրաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները եւ Վրաստանում ընթացող գործընթացները։ Մակաբո Ջուրիշվիլին ընդգծել է տարածաշրջանում առկա մարտահրավերները եւ այս համատեքստում կայունության եւ անվտանգության կարեւորությունը։ Կողմերը կարեւորել են Սևծովյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդումը, ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ։ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ Իր ելույթում նա նշել է, որ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում
Ադրբեջանում խաղաղություն է տիրում, ինչը մեծագույն նվաճում է։ Նա հրավիրել է Թուրքիային դառնալ գործընկեր եւ միանալ տարածաշրջանին իր խոսքով խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, հավելել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացը ամրապնդելու ջանքերը այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունը արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը, հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, թրիփը ունի հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Սիմոնյանը միաժամանակ հավաստիացրել է, որ վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Սիմոնյանը միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի խորհրդարանի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Թուրքիայում 162 մարդ է ձերբակալվել այս շաբաթվա ընթացքում դպրոցներում հրազենի կիրառմամբ գրանցված 2 միջադեպից հետո, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Աքն Գյուրլեքը։ Ըստ նախարարի այդ մարդիկ ձերբակալվել են համացանցում հարձակումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու եւ դրանց նկատմամբ հրապարակային հավանություն արտահայտելու կասկածանքով։ Այս խախտումների համար սոցիալական ցանցերում արգելափակվել է ավելի քան 1100 օգտատիրոջ հաշիվ։ Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ հաշիվներ, որոնց բովանդակությունը նպաստում է բնակչության շրջանում վախի, անհանգստության եւ խուճապի տարածմանը։ Այս հաշիվները հրապարակայնորեն տարածում էին մոլորեցնող տեղեկատվություն եւ գովաբանում հանցագործություններն ու հանցագործներին։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Քահրաման Մարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում սպանվել էր 9 մարդ, այդ թվում դեռահաս հրաձիգը։ Դրանից մեկ օր առաջ Շանլի-Ուրֆա նահանգում դպրոցի նախկին աշակերտը ներխուժելով շենք վիրավորել էր 16 մարդու եւ ինքնասպանություն գործել։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչին։ Նրա խնդրանքով հաղորդել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։ Գերատեսչության մամուլի ծառայության տվյալով նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թուրքական կողմին ներկայացրել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտության զարգացման եւ կարգավորման հեռանկարների վերաբերյալ մեր հիմնարար գնահատականները ըստ 2025 թվականի օգոստոսին Անկորիջում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո ձեռք բերված փոխադարձ ըմբռնումների։ Ռուսաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ քննարկվել է նաև հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Հաստատվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխադարձ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շահերից ելնելով հետագա համակարգման հարցում։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարը հանդես է եկել իրանական զինվորականներին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղղված հայտարարություններով։ Մենք գիտենք, թե ինչ ռազմական ակտիվներ եք տեղափոխում եւ որտեղ։ Մենք կատարում ենք համալրում եւ մեր ուժերն այժմ ավելի շատ են, քան երբևէ, զգուշացրել է Պենտագոնի ղեկավարը։ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, քանի որ նրանք ոչ նավատորմ ունեն, ոչ էլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի իրական պատկերացում։ Ըստ նրա, միջազգային ջրերով օրինականորեն անցնող առևտրային նավերի վրա հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակելու սպառնալիքները վերահսկողություն չեն, այլ ծովահենություն։ Նա Իրանի ղեկավարությանը խորհուրդ է տվել ընտրել բարգավաճ ապագա Իրանի ժողովրդի համար։ Սխալ ընտրության դեպքում երկրին սպասում են շրջափակում, ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ էլեկտրացանցերի վրա ընկնող ռումբեր։ Ըստ Հեքսեթի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նախարար Սկոտ Բեսենթի գլխավորությամբ գործարկում է տնտեսական ցասում գործողությունը Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն առավելագույնի հասցնելու համար։ Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններից սահուն կերպով անցել են համաշխարհային մակարդակի շրջափակման, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա հայտարարել է, որ նախագահ Թրամփի հրահանգով ռազմական գերատեսչությունը երաշխավորել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Միևնույն ժամանակ Հեքսեթը շեշտել է, նախընտրում են դա անել լավ ձևով, փոխնախագահի եւ բանակցողների թիմի առաջարկած գործարքի միջոցով։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է խորտակել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի բոլոր նավերը, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան շրջափակման շրջանակներում։ Խորհրդականը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմանավերը գտնվում են իրանական բալիստիկ հրթիռների հասանելիության գոտում։ Ամերիկյան ռազմածովային ուժերն այժմ գտնվում են մեր հրթիռային կայանքների նշանառության տակ, եւ դրանք բոլորը կխորտակենք, թույլ չենք տա, որ դրանցից որևէ մեկը փախչի, ասել է նա։ Ամենայն հավանականությամբ մեր եղբայրները տեղաշարժել են
տեղայանքները եւ հիմա դրանք թիրախավորում են Աբրահամ Լինքոլն ավիակիրը եւ բոլոր ամերիկյան ռազմանավերը, հավելել է Ռեզային։ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել հրադադարի երկարաձգման հնարավորությունը, եթե իր կարծիքով Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ լինեն համաձայնագրի կնքմանը։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է Միացյալ Նահանգներին փոխանցել հարստացված ուրանը, որը 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո մնացել է գետնի տակ։ Նրանք համաձայնել են մեզ փոխանցել այդ միջուկային փոշին, որը խոր գետնի տակ է B2 ռմբակոծիչներով մեր հարձակումից հետո, ասել է Թրամփը։ Միջուկային փոշի ասելով Թրամփը նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Իրանը ունի 440.9 կիլոգրամ մինչև 60%-անոց հարստացված ուրան, իսկ միջուկային զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան։ Իրանը բազմիցս հավաստիացրել է, որ չի ցանկանում միջուկային զենք ստեղծել եւ որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրավերով։ Ալիևը կմասնակցի Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին։ Ալիևն Անտալիայում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շաարայի եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Թուֆան Էր-Հուրմանի հետ։ Ստամբուլում ընթացող միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել եւ երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական դատարան, խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահպան պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ եւ հրապարակային։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը։ ՄԻԵԴ-ը 2006 թվականի ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի եւ իրականացված բժշկական հետազոտությունների եւ բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները գործում առկա ապացույցների վրա հիմնված։ Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 31-ն է։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև ազալ ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի պետական դումայի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մենք շատ ուրախ ենք, որ երեք մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը եւ դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Մատվիենկոյի խոսքով նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար եւ զարգանում են ամենալայն ոլորտներում։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։
Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը ցուցադրում է կայուն աշխատանք եւ բեռնաշրջանառության աճ։ Այս մասին Ադրբեջան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Նրա խոսքով 2026 թվականի սկզբին արձանագրվել է տարանցիկ փոխադրումների աճ, ներառյալ երկաթուղային եւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ավելացումը։ Մուստաֆաևը նշել է, որ Ադրբեջանը կատարում է տրանսպորտային միջանցքների վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում ունեցած իր պարտավորությունները։ Նա տեղեկացրել է նաեւ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան բեռների տարանցման մասին։ Ըստ նրա խոսքը մոտ 26000 տոննայի մասին է, որի հիմնական մասը հացահատիկ եւ պարարտանյութեր են։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։